Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ։ Ցույցեր են տեղի ունեցել մասնավորապես Վանում եւ Մարդինում։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Սիրիայի դեմոկրատական ուժերին կոչ է արել պահպանել Դամասկոսի հետ կնքված համաձայնությունը եւ վերջ դնել Հալեպում բախումներին։ Ֆիդանի խոսքով քրդական խմբավորումը չի կատարում մարտին կնքված համաձայնագիրը, ըստ որի Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է իր բոլոր ռազմական եւ քաղաքացիական կառույցներն ինտեգրեր երկրի պետական համակարգում։ Թուրքական քրդամետ հանուն հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունն էլ Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար, նշելով, որ թուրքական կողմի հայտարարություններն ավելի են հրահրում բռնությունը տարածաշրջանում։ Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը միջամտություն կհամարի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լոնդոնի, Փարիզի եւ Կիևի եռակողմ հռչակագիրն Ուկրաինայում պատերազմի ավարտի դեպքում այնտեղ բրիտանական եւ ֆրանսիական զորքերի տեղակայման մասին։ Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների եւ այլ ենթակառուցվածքների տեղակայումը կորակվի որպես օտարերկրյա միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական այլ երկրների անվտանգության համար։ Բոլոր նման ստորաբաժանումներն ու օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ Ռուսաստանի զինված ուժերի համար, հայտարարել է Զախարովան։ Այս հայտարարությանն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո բրիտանական զորքերը կտեղակայվեն Ուկրաինայի ապագա զինված ուժերը կառուցելու, Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու եւ Ռուսաստանին ապագա հարձակումներից զերծ պահելու համար։ Խոսնակը շեշտել է, որտեղ էլ տեղակայվեն Բրիտանիայի զինված ուժերը, նրանք ունեն ինքնապաշտպանության իրավունք։